Բարև ձեզ հայրենակիցներ, սա երկրորդ հաղորդումն է Արմեն Մելիքյանի հետ, որտեղ առաջինում նա առաջարկեց բարեփոխումներ հայ կրոնական համակարգում, այսպես ասենք, առանց փշրելու, առանց կոտորելու, առանց 301 թվականի դեպքեր կրկնելու, այլ խաղաղ ճանապարհով առաջնորդվելով մտքով, գիտակցությամբ, սրտով եւ խղճով, այսպես ասենք։ Ես միացնում եմ նորից Արմեն Մելիքյանին, որովհետև այդ թեման նա դեռ շարունակելու կետեր կան, առաջարկություններ կան եւ լսենք նրան։ Ողջույն հարգելի Արմեն, գծի վրա եք դուք։ Լսում ենք երկրորդ հաղորդումը։ Շնորհակալություն Ստեփան։ Համեցեք։ Ուրեմն նախքան շարունակելը մեր նախորդ հաղորդումը, որտեղ անդրադարձանք մի քանի կետերի մասին, թե հայ կրոնի ստեղծումը ինչ հանգրվաններից է անցնելու։ Ուզում եմ մի գաղափար տարորոշել իր մոտավորապես երկորյակից։ Հայ կամ հայոց կրոն առնվազն բարերին տված իմ մեկնաբանությամբ եւ հասկացողությամբ։ Մենք ստեղծում ենք հայոց կրոն, թե հայ կրոն։ Այս երկու մտքերի մեջ հիմնական տարբերություններ կան, թեև սրանք իրար շատ նման են հնչում եւ հաճախ մենք երկուսը շփոթում ենք իրար հետ։ Օրինակի համար ասում ենք հայոց պատմություն, դա հասկանալի է, հայերի պատմություն, հայ ժողովրդի պատմություն։ Ասում ենք հայ քրագանություն կամ հայոց քրագանություն։ Արդեն այստեղ այդ երկուությունը երկուսն էլ ոնց որ նորմալ են հնչում, ճիշտ են հնչում։ Բայց դες հոգեվոր ոլորտին է սկալիս։ Դարձյալ հայոց կրոն, հայերի կրոնը, եթե ոչ հայ կրոն, որի անունն է հայ, որը ստեղծվել է իմ հասկացողությամբ հայերի կողմից։ Ոչ թե կրոն միայն հայերի համար, այլ կրոն ցանկացած մարդու համար ընդհանրապես ստեղծված հայերի կողմից։ Սրա մեջ հիմնական տարբերություն կա, տարբերությունը այն է, որ երկու ուղղություններով են գնացել հիմնականում մեծ կրոնների ստեղծումը։ Մեկը օրինակի համար այդ քութայական ճանապարհով, քութայական կրոնը եւ դրա վրա խարսխված քրիստոնեությունը կամ քութա քրիստոնեությունը, որ ստեղծված հрьяաների կողմից հрьяաների համար։ Սա իրենց ուզելով կամ չուզելով հանդես է գալիս մարդկության թեմ մի քաղաքարախոսության։ Մենք ուզում ենք նույնը կապկել սրա հայկական տարբերակը ստեղծելով հայոց կրոն։ Կարող ես ասել հայոց պետականություն, կարող ես ասել հայոց մշակույթ, հայոց քաղաքակրթություն նույնիսկ կարող ես ասել հայոց պատմություն, բայց կրոնը համամարտկային մի բան է։ Դու չես կարող ասել, որ օրինակ Լաոցեն չասեց, որ ես իմ կրոնը ստեղծում եմ Չինաստանի Սիքիմ խավարի փոխում քյուղի համար։ Այդպիսի իթև անուններ կան Չինաստանում, քաղաքների անուններ կան, օդից չեմ ասում։ Չասեց, որ Չինաստանի Սիքիմ խավարի փոխում քյուղի համար ես կրոն եմ ստեղծում։ Հրեությունը եւ քրիստոնեությունը Հիսուսը այդ ասեց, ես հрьяաների համար եկա առաջին հերթին։ Այդ ասեց։ Մյուս կրոնները, ներառյալ իսլամությունը այդպես չեն։ Կրոնը մարդու համար է առհասարակ։ Երբ որ ասում ենք հայ կրոն, այն կրոնը, որը ստեղծում ենք մենք, մեր արմատներից, բայց այդ կրոնը հայ կրոն է, հայի կողմից ստեղծված, բայց ոչ թե սահմանափակված ռասիստական իմաստով, այսինքն հրեության մեկ տարբերակը լինելով։ Սա կարևոր խնդիր է ինձ համար։ Այստեղ օրինակի համար կան որոշ արիական խմբակցություններ, ովքեր այդ ուղղությամբ են գնում։ Ես ինչքան էլ հարգում եմ նրանց եւ մեկ իրոք լավ մարդիկ կան մեջները եւ սիրում եմ եւ հասկանում եմ նրանց պորտկումն էլ թե քաղաքական, թե ասենք քութաքրիստոնեական այդ մշակույթի դեմ։ Այս ամբողջ այդ հասկանում եմ, տեսնում եմ, ընդունում եմ, այդ ամենը կա, քանի որ պատճառներ ունի այդ ամենը, օդի մեջ չէ։ Նույնիսկ ադելությունը, որ ասեց, պատճառներ կան։ Թող Իսրայելը հայկական ցեղասպանությունը ընդունի, թող
բաները սիոնիստական գազམ་ագերբությունները հայոց ցեղասպանությունը ընդունեն երկուսով համադեղ հադուցում անեն իրենց մեղք ընդունեն հադուցում անեն հայերին իրենց ունեցած թևի մեղքի համար թող հрьяաները հրաժարվեն ընդրյալ ազգ լինելու խաղապարախոսությունից հագամարտկային խաղապարախոսությունից ես կարծում եմ որ հայերի մեջ հագահրեականություն չի մնար ընդհանրակը միանգամից կվերանա այս երկու ժողովուրդները կդառնան բարեկամ ժողովուրդներ այս նախատրյալները իրագործվելու դեպքում եթե այսօր ադելություն կա այդ ադելությունը պատճառներ ունի ամեն դեպքում այդ հարցին անդրադարձը հայ կամ հայոց կրոնի խնդիր ավելի լուսաբանելու համար ստեղծում ենք հայ թե հայոց կրոն ես պատկերացնում եմ հայ կրոնի ստեղծումը ստեղծված հայի կողմից հայ առաքյալների հայ մարդկանց կողմից այն մշակույթով այն առասպելապանությամբ որ այս պատմաշխարհագրական տվյալ միջավայրում այս մարդը ստեղծել է եւ դա բարձրացրել է համամարտկային վեհակույն դրսևորումների դա լինում է թե հայի համար թե ողջ մարդկության համար ով կընդունի չի ընդունի կհետևի չի հետևի դա ուրիշ խնդիր է մենք խոսում ենք կրոնի ստեղծման համար իսկ կրոնը չի կարող ինչ որ տվյալ ազգի համար լինել դա արդեն լինում է հрьяաների շաբլոն վերծված բանը գնիկը նույն հայը դառնում է հрьяայի մի տարբեր տեսակը մենք քանի որ պայքարում ենք հрьяաների այդ մարդագործան խաղապարախոսության թեմ մենք նրանցից պայքարելու միջոցով վերցնում ենք նրանց ամբողջ սխեման եւ յուրացնում ենք հայը դառնում է հрьяայի մի տեսակ հայերեն խոսող հрья է դառնում հայը թեև լրիվ տարբեր խաղապարախոսությամբ բայց տեսակը եթե արմատին երթաս նույն տեսակն է մարդու նույն տեսակն է ստեղծվում մենք դա համարում ենք հագաթույն անտիդոտ բայց անտիդոտը ստեղծելով մենք դառնում ենք նույն թույնը ես ուզում եմ որ այդպես չլինի կրոնը մարդու համար է մարդու կողմից ստեղծված եւ ստեղծում ենք հայ կրոնը ոչ թե հայոց կրոնը չի կարող հայոց կրոն լինել կարող է հայոց թիծարան լինել բայց դե արդեն կրոնը համամարտկային է թիծարանը մշակութային է իր մեջ կրոնական բառեր պարունակելով հանդերձ քաղաքական է ուրեմն ինչ կանեի քանք մեր հարցին հիմնական հարցին որ քննարկում ենք մի քանի կետ մատնանշեցի կարևորագույն երկու հանձնաժողովներ կգազմագերբեի եթե Կաթողիկոսի դեղը լինեի առաջինը ճարտարապետների եւ հուշարձանագետների հանձնաժողով որ ուսումնասիրի մեր մեհենական ճարտարապետական ավանդույթները կան բազմաթիվ ուսումնասիրություններ սա մասնագիտական խնդիր է որի մեջ ես չեմ կարող որևէ լուրջ ներդրում ունենալ քանի որ սա մասնագիտական հարց է որ իմ սահմաններից հասողությանս գիտությունից դուրս է մնում սա իր հատուկ մասնագետներ ունի ճարտարապետներ եւ հուշարձանագետներ սակայն ես մոտավորապես կարող եմ ուղղորդել ճանապարհը թե ինչ հոգեվոր հունով է առաջնորդվելու դա այդ մեհյանները դաճարները որ ստեղծված են եւ նաեւ որոշ չափով անցած է հայկական եկեղեցիների մեջ ստեղծված են որոշ ճարտարապետական ավանդությունների վրա որ հոգեվոր էներգիա է ծնում ուրեմն դաճարի մեջ պիտի հոգեվոր էներգիա ծնի այդպիսի թվային համեմատություններ կան բաներ կան այս բոլոր բաները պիտի ուսումնասիրեն ճարտարապետների եւ հուշարձանագետների կողմից որովհետեւ ուսումնասիրելով անցյալը մենք ստեղծենք աբական ամբողջ մեր եկեղեցիները բոլոր եկեղեցիները պիտի վերափոխվեն աբակա հայ գրոնի դաճարների անունը արդեն կորոշենք կուզես դաճար գասես կուզես մեհյան գասես կուզես եկեղեցի գասես սակայն մի գրոնական կետի որտեղ այդ առարչական էներգիան ծնվում է
Արմեն, ես միտքդ չկոտրեմ, պահի միտքդ, որովհետև լսում եմ հետաքրքիր է։ Այդ հանձնաժողովը, որը կազմված էր մասնագետներից եւ որ դա առաջարկեցիր, պատկերացնում ենք այսպես. մեր ամբողջ եկեղեցիները գլխավոր մեծամասնան պատրաստված են հին հայ հավատքի մեհյանների վրա, հիմքերի վրա է դրված։ Արդյոք չօրինականացնենք սա, որովհետև գիտեք ինչ է ստացվում, որ հուդայա քրիստոնեությունը, որը դուք ասիք մեզ հրյա է դարձնում փաստորեն ուզես չուզես, եւ մենք նման ենք մեր եկեղեցական աշխատողները, ասենք սպասավորները, կաթողիկոսը գողի են նման, որոնք գողացել են տաճարը ինչ որ մի ազգից եւ առանց ձանձուն հանելու դրել են դրա վրա քրիստոնեական եկեղեցին եւ ամաչում են, վախենում են, գաղտնի են պահում, որ եկեղեցին հոգեվոր, հայկական, հոգեվոր, երկրից բխող, էներգետիկ ցայտաղբյուրի վրա է դրած այդ տաճարը։ Եվ երկրից բխող էներգետիկ ցայտաղբյուր, ճիշտ բանացվեցիր, Սանտարամետն է դա, որի վրա է գառուցված Էջմիածինը, Էջմիածինի Սանտարամետը երկրի ոգին էր, քրիստոնյաներն է, որ թիվականացրել են, երկրի մայր ոգին էր, այսինքն Սուրբ Հոգին, որ մայր ոգին էր, գին էր, գնոջ վրա է, երկրի վրա է գառուցված, այդ Գայայի վրա է գառուցված Էջմիածինը։ Հա, բայց ինչ ամոթ բան է, այդ ինչ որ ասում ես մեջտեղ բերվի եւ ասվի, որ հայ քրիստոնեական այս հավատքը, այս հոգեվոր շատրվանի վրա է սարկած, ցայտ աղբուր չասեք, որովհետեւ դու ասացիր կնոջ մոր հողի, հայ հողի վրա է սարկած, ուրեմն շատրվան է սա, ոչ թե ցայտ աղբուր, մի հատ բան, այս շատրվանի վրա դուք սարքել եք, մենք ասում ենք, մտածում ենք, դուք սարքել եք, որ այդ շատրվանը փակեք, որպեսզի չցայտի հոգևոր էներգիան երկրից։ Թե բարի նպատակով եք սարքել, որ այդ շատրվանը ողողի ձեր շենքը։ Վիշապը փակել է արարչական ջրերի աղբյուրը։ Տեսար ինչ եղավ։ Ուրեմն գալիս է թագավորի Իսպանի այդ վիշապին, որպեսզի ազատագրի կենսաճուրը։ Հիմա նա ինչ է, գալիս է Արմենը թագավորի տղան եւ ասում է այս քարը կամ օրինականացրեք, ասեք որ շատրվանի վրա է կառուցած եւ հոգեվոր շատրվանա, ամբողջ կառույցը գաղտնի մի պահեք, մարդկանցից մի թաքցրեք, դրանով դուք ինչն եք, բայց մարդկանցից կթաքցնեք, բայց Աստծուց չեք թաքցնի, այդպես չի թե ես սխալվում եմ։ Ես այս կապակցությամբ ուզում եմ գոչ անել հայ ճարտարապետներին, ովքեր այսօր զբաղված են հայկական եկեղեցիներ կառուցելով կամ վերակառուցելով Հայաստանում, որպեսզի այս հանգամանքը նկատի ունենան եւ եկեղեցիները կառուցեն այնպիսի հիմքերի վրա, որպեսզի հետագայում պարտավորված չլինենք նրանց եկեղեցիները կործանելու եւ տեղը նորը կառուցելու։ Թեկուզ եթե դուք ճարտարապետ եք եւ ուզում եք, որ ձեր անունը երևա պատմության մեջ, եթե դուք այն կառուցեք բացառապես քրիստոնեական, ութաքրիստոնեական ավանդույթների հիմքի վրա, ձեր անունն էլ սրբվելու է ձեր եկեղեցիների հետ։ Քանի որ մենք ստիպված ենք լինելու թանկ գումարներ ծախսելու մեր այս փոքր ազգի փոքր բյուջեներից, որպեսզի վերակառուցենք այդ եկեղեցիները, որպեսզի դուք խնայեք մեր ազգի գումարները այսօրվանից հիմքերը առնվազն թրեք այնպես, որպեսզի մի քանի այդպես կոզմետիկ փոփոխարեփոխումներով կարելի լինի այդ եկեղեցիները վերածել ապակա հայ կրոնի մեհյանների։ Սա իմ խնդրանքն է, սա իմ աղաչանքն է ձեզանից եւ նաեւ սա իմ խորհուրդն է, քանի որ պատմությունը քնալու է հայի ճանապարհով եւ եթե դուք կանգնեք այդ հոսանքի դեմ, դուք դուրս եք շբրդվելու մեր ազգի պատմության հիշողությունից։ Շատ լավ պատկան կնքեցիր այս ամենի վրա, որովհետև
ճիշտ եղավ ստացվեց ինքնաբերաբար ճիշտ ստացվեց որ տեսեք ինչա պիտի ասը բլիա մարդուց կամ հավատացյալից կրոնավորից առաջի հատկանիշն է ազնվություն չէ արմեն ազնվություն առաջի ինչ ասեմ դրա անունը պատվիրան ասեմ ինչ ասեմ միջև եթե ազնվություն չլինի մարդու մոտ կասկածում եմ որ դա մարդ է հետևաբար մեր գործողությունները թեկուզ 1000 տարի առաջ կամ հետո պետք է հիմնված լինեն ազնվության հիմնակարի վրա ազնիվ լինեք թե չէ սպի ճանապարհը կարճ է ասում է 40 օր 40 տարի թեկուզ 40,000 տարի բայց չէ որ հավիտենականը այս տիեզերքը ակնթարթ է այդ տարիները նշված հետևաբար եթե ազնվության ճանապարհով մտնենք առաջին էս հարցը որ պիտի տրվի ժողովրդին բաց պիտի հայտարարվի դուք հարգելի ժողովուրդ երբ որ գնում եք Էջմիածին դուք այցելում եք հայ կրոնի տաճար հա արմեն այսպես ասենք հայ կրոնի տաճար եք այցելում Սանթարամետ հաղորդվում եք երկրի ոգու հետ ուզեք թե չուզեք շատերը գա մոր հետ եք հաղորդվում երկրամոր հետ դե բարձավոր դրանից բխում է որ Էջմիածինը սուրբ է արդեն որովհետև հիմքում դա է նստած Իբա ինչ ուզում ես արա Էջմիածինը դառնում է սուրբ ինչքան էլ ուզես պղծել նախամոր ազդեցությունը հայի կյանքում դες հայ ժողովուրդը գնում է դեպի Էջմիածին ինչքան էլ խախտումներ կան ինչքան էլ վատ բաներ կան սպասարկող անձնակազմի մեջ միևնույնը հայ ժողովուրդը գնում է դուք դե ասես բայց ով է քաշում ուրեմն մայրն է չէ տանում դրան բերում է ինքը թեկուզ իրա վրա դնես մի հատ մեծ ժայռաքար գնացք դնես իրա վրա կամ մի հատ մեծ բերդ կառուցես միևնույն է այդ հողի վրայից ցայտում է սրբությունը բայց ինչու սրբության անունը չդնես սրբություն ուրիշ բան դնես համագարկ է դա հութա քրիստոնեական մայրադիացության համագարկ է Որոշ մարդիկ ասում են հայր իշխանական, բայց ես ուզում եմ ավելացնել մայրադիացության համագարկ է դա, որ մայրն են ուզում վերացնել ընդհանրապես։ Իսկ երգիրը, որի վրա կառուցված է, որի ընթերքից գալիս է, մայրն է։ Դրա համար է, որ մենք ունեցել ենք Անահիտի պաշտամունք, որ հետո աստվածների թարում է եղել այդ հետո վերափոխվել է շրջաններ են եղել մարդկության պատմության մեջ ամենավերջինը եկել են աստվածները ու անդեղից էլ անցել են մի աստվածության այսինքն արմեն դուրս է գալիս դա Քրիստոսի մասին խոսեն որ ասում են միածինի իջած վայր որը ինչու է իջի այդտեղ որովհետև այդտեղ իր մայր երկիրն է մոր մոտ է եկել Եգուր թողնենք այդ միածին մեջ այդ քրիստոնեական խաղապարները թողնենք, քանի որ միանգամից կապելու են հութա քրիստոնեական խաղապարների խաղապարախոսության։ Հիմա ասում կամաց բացատրվում ենք իրար, որ ասում են, ասացի վրա հիմք պետք է ինչու իջավ այդտեղ, որովհետև մոր մոտ պիտի գար։ Մայրը այդտեղ էր, ինչու չընդունենք այս ճշմարտությունը, որ որդին վերադարձել է մայր հող, հոգին եկավ, հարություն առելուց հետո վերադարձավ և տաճարը սարքվել է մոր կրծքի վրա, տակը մայրն է պառկած, հայ։ Դա փոքր մահերի վերադարձի տեղն է։ Okay, արդեն գործը գնում է ավելի քաղցրանում, չէ։ Եվ առջևում Մասիսն է Արարատը որտեղ արտավազն էր բանտարկված եւ երբեմն Մասիսը գոռում է ներսում որովհետեւ դուրս է գալու այս ամենը գեղեցիկ բաներ են չէ բայց հոգուտ մեջ փառավորվում է քու հայրենիքը որի մեջ նշուլ չկա ստի եւ կեղծիքի բայց երբ որ բերես սուտ բաներ ցանես
Մարդը չի կպտում էլի կոտրվում է։ Կարծես թե կստացվի ինչ որ մի բան, այսինքն հույս ունեն, որ հայը կգտնի հայի ստեղծած կրոնը եւ ինքը տեր կկայնի, ինչ որ ունի, առանց ինչ որ վնաս տալու դրան, որտեղ այն ինչ որ ունի այդ Իրանն է, բայց ուրիշի անունով է գրանցված, ասма մեքենան ուրիշի անունով է գրանցված, հիմա ինքը դավեռնսով երաշխավորագրով քշում է իր հավատքը կրոնը, ուրիշի կրոնը բերե քշում է, հիմա դու առաջարկում ես, հետաքրքիր բան է ստացում, ասում ես որ ախր այդ մեքենան, որը ինշորանս չունի, ուրիշինն է այդ կրոնը, ավելի լավ է քու մեքենան, որը քո մայր հողից է առաջացել, չունի այդ ճարտարապետական փայլուն լաքած բաները, բայց իր մեջ հոգի ունի, սրբություն ունի։ Իսկ այդ փայլուն լաքած բաները մշակույթ են, որ հարյուրամյակների ընթացքում ստեղծվում են։ Այո։ Հարյուրամյակներ է դեպում այդ մշակույթի ստեղծումը։ Ամեն դեպքում Ստեփան անցնենք հաջորդ կետին, որովհետեւ ժամանակ ունի դու խոսես, մի հատ պատգամ թողնես հայ ժողովրդին, եւ գնում եք Էջմիածին Քրիստոսի հետ ձեր մտքով նաեւ եղեք ձեր մայր հողի Աստծու հետ, մտքով եղեք առայժմ, հետո երբ որ կլինեն այն բոլոր բարեփոխումները, որոնք կնախատեսեն Հայաստանի համար, ասենք, ինչ որ դու ասում ես, ապա դա կարելի անել, բայց հայը իր մտքում կարող է չէ փառաբանի իր մայր հողի Աստծուն, որի վրա սարկած է տաճարը։ Ուրեմն եթե գնում եք Էջմիածին հիմա, դուք այցելում եք առաջ ձեր մորը, որի վրա դրված է մի հատ շիրիմ, որը պատկանում է որդուն, նոր տաճարը։ Անցի առաջ գնացինք։ Լավ, երկրորդ հանձնախումբը, որ կգազմեի, դա կլիներ հայ առասպելապանների եւ յուրահատուկ հոգեվոր մարդկանց կողմից փաղկացած մի հանձնաժողով, որ մեր առասպելապանության հիմքերի վրա ողջ եկեղեցու արարողակարգը վերափոխվեր, հայկականացվեր։ Սա կարևոր խնդիր է, քանի որ չես կարող հենց ու դենց փերել, սա էս անենք, դա են անենք, դա գդրեցինք, պիտի կարողանաս դրանով դու ոգեղենը հաղորդել, եթե դու չես կարողանա ոգեղենը հաղորդել, այդ ամենը քադարք գործ է, մեծակույն ոչ թե դժվար, այլ ասենք այն հերագետը, ոչ թե հերագետը նպատակը ասենք լավ, որ պիտի ունաս այդ ոգին հաղորդելու մեջ է, մարդը արարողակարգի միջոցով պիտի հաղորդվի եզերական ոգու հետ, ուրեմն այնտեղ հարերի ընտրության, նախատասությունների ընտրության, երգերի ընտրության, նյութերի ընտրության, սա մի ամբողջ համակարգ կա, որ պիտի ուսումնասիրվի, սա նաև ուսումնասիրություն է հայ հոգու, այն հոգին, որ թարերի ընթացքում մենք դեռ այսօր չենք բացահայտել, հայ ոգու արեղծվածը։ Այդ աշխատանքը սկսեցին մի քանի մարդիկ, Կոստանդնուպոլսում, Վարուժան, Օշագան, Զարյան, մի քանի հոգով սկսեցին այդ աշխատանքը, սակայն ցեղասպանությունից հետո ակին գործներ ունեցանք, Վարուժանը սպանվեց, Օշագանը հիվանդացավ, աշխատանքը շարունակեց, Հակոբ Օշագանի մասին է խոսքը։ Հակոբ Օշագանի մասին է խոսքը, այո։ Եվ Զարյանը, որ աշխատեց այդ Կոստան Զարյանի մասին է, այո։ Այս մարդիկ որոշ բան ստեղծեցին, արեցին, բայց այդ աշխատանքը դեռ թարեր կդեղի, այդ փեգորները, հայ հոգու փեգորները բացահայտելը, սա մեծ առասպելապանների գործն է, օրինակ համար ես այդպիսի մի մարդ ճանաչում եմ, Սարգիս Հարությունյան, մեծակույն առասպելապան Հայաստանում, մեծակույն հարկանք ունեմ, եւ կան մի քանի լավ առասպելապաններ Հայաստանում, այս մարդկանց
կողմից խաղացած մի հանձնաժողով պետք է լինի։ Նաև հոգևորի դեր մարդկանց։ Ես նաև գիտեմ մեկին, որ արիական խաղապարախոսության մշակմամբ է զբաղվում, բայց ինքը հոգևոր անձնավորություն է։ Շատ հոգևոր անձնավորություն է եւ հոգևորի եւ առասպելականի կապերին ծանոթ անձնավորություն է։ Այսպիսի մարդկանցից պիտի կազմվի այդ հանձնաժողովը, որ կարողանա մեր ամբողջ արարողագարկը վերափոխել։ Սա երկրորդ մեծ գործն է, որ տարիների ընթացքում են որտեղի պիտի ունենան։ Առաջին այդ մի քանի բաները նոր 5 դագարահանում ենք եւ այլն, այդ բաները հեշտ են։ 2 տարում այդ ամբողջը հնից կարող ես ազատագրվել։ Իսկ ընթացքում ճանապարհը բացում ես նորի հաստատման։ Այդ խաչերը, բաները բոլորը դա հեշտ է անել։ Մի քանի տարում կլինի։ Իսկ հաջորդ 10-15 տարիների ընթացքում պատկերացնում եմ ամբողջ էական վերափոխումը։ Դրա հայ հավատի հայ գրոնի ստեղծման ամբողջ հիմքերը տնելու։ Այսպես եմ պատկերացնում։ Ուրիշ այլ բան ինչ կանեի։ Մեկ անգամ անդրադարձանք մեր հաղորդման ընթացքին իսլամ հայերի բարական։ Այո, մեր հաղորդումների ընթացքում իսլամ հայերի բարական։ Սա գողմնագի խնդիր, որպես ուզում եմ անդրադառնալ, էական այդ խնդիրների մեջ է, բայց առնչվում է էական խնդիրներին։ Քանի որ մենք դրել ենք այսօր հութաքրիստոնեության վրա մեր հայ մարդու ինքնաճանաչման հիմքը հութաքրիստոնեության վրա ենք դրել, ուրեմն դրա հագոտնյա բոլոր խաղապարախոսությունները գրող մարդիկ ինքնաբերաբար դուրս են մղվում հայ ազգից, ներառյալ հայ իսլամները։ Հայ իսլամների թիվը 1-ից 3 միլիոնի միջև է դադանվում, ովքեր իրենց ճանաչում են որպես հայեր։ Իսկ կա նաև մի հսկայական թիվ 10-ից 20 միլիոն, գուցեև 30 միլիոն, չեմ կարող ասել, ով է հաշվել։ Թուրքերի մեջ, հիմնականում թուրքերի մեջ, բայց նաև այլ հանրապետությունների, նախկին սովետական, նաև արաբների մեջ, ովքեր հիշում են իրենց հայկական նախահայրերի հայկական ծագումը, իրենք իսլամացած են, իրենք արաբացած են, իրենք թուրքացած են, կամ թուրք են, բայց ասում է թուրք, իմ մեծ մայրս հայ էր, կամ իմ մայրս հայ է եղել, ես թուրք եմ, բայց մայրս հայ էր։ Այս մարդկանց մեջ հնարավոր է, որ գիտակցության փոփոխություն տեղի ունենա եւ մայրս հայ էր, բայց ես թուրք եմ, ասողը ասի մայրս հայ էր եւ ես հայ եմ, կամ ասի հայրս թուրք է եւ ես հայ եմ։ Այսինքն շրջվի այդ ամբողջ հավասարակշռությունը։ Փոխանակ ասելու, որ բարձ հասկացար, չէ՞ միտքս։ Մայրս հայ է, բայց ես թուրք եմ, ընդունիմ, որ հայրս թուրք է, այո, բայց ես հայ եմ։ Կարող է այսպիսի վերափոխում տեղի ունենալ։ Այսպիսի վերափոխումը տեղի կունենա այն ժամանակ, երբ մենք կստեղծենք բարձրագույն հայկական քաղաքակրթություն, որի վրա լինի հայ կրոնը, որին ուզում են վերադառնալ, որպեսզի այնպիսի մի բարձր քաղաքակրթության եւ գրոնի մաս կազմելու համար, որ նմանը չունի իրենց փորձառության մեջ։ Այդ մարդիկ կվերադառնան միլիոններով։ Մենք խոսում ենք ազգահավաքի մասին, ազգահավաքի մեջ ես տնում եմ սրանց 10-ից 20 միլիոն իսլամացած հայերի հայացումը։ Չես կարող դու նրանց քրիստոնեացնել, կարող ես մի 59,000-ին, 5,000-ին քրիստոնեացնել, բայց դու չես կարող 20 միլիոն մուսուլմանին քրիստոնեացնել։ Դու ինքդ ես որ մուսուլման կդառնաս։ Ուրեմն պիտի ստեղծել մի համագարկ, որ բարձր լինի այդ երկու համագարկերից, որինց արմատը երկուսին էլ գութայականությունն է։ Մենք այդ ամբողջ համագարկից դուրս պիտի գանք։
հայու փնորոշումը պիտի դարբերվի քութայականության ջուղավորումների փնորոշումից։ Եվ դրանով է, որ միան կկարողանանք մենք այդ ռազմավարական խնդիրը լուծել որպես հայեր, որպես հիմք ապակա հայ կրոնի, հայ քաղաքակրթության ստեղծմամբ։ Սա 10-20 միլիոն իսլամ հայերի մասին եմ խոսում։ Կա 100 միլիոն կամ ավելի օտարացած հայեր, ֆրանսացիներ, անգլիացիներ, ամերիկացիներ, գերմանացիներ, իտալացիներ, իսպանացիներ, մոնղոլներ մինչև, ովքեր իրենց արմատները հիշում են, ասում են իմ մեծ մայրս կամ մեծ հորս հայրը Հայաստանից են կամ հայ են եղել։ Այս մարդկանց մեջ արդյոք այդ զարթոնքը պիտի լինի։ Արդյոք մենք պիտի կարողանանք այս մարդկանց բերել, համախմբել մի քաղաքակրթական առանցքի շուրջ, որը կոչվելու է հայ քաղաքակրթություն եւ ոչ թե սահմանափակվելու է ինչ որ քութայական համագարկի մի վարադումով։ Ոչ, դա չի կարող լինել։ Դա պիտի լինի հայ քաղաքակրթության եւ հայ կրոնի ստեղծմամբ, որի շուրջ դու ինքնաբերաբար ունես մի 100-120 միլիոն մարդ աշխարհում, որ կկարողանա հնարավորությունը գունենա վերադառնալու իր արմատներին։ Եվ սրանց ներդրումով դու հզորացնում ես բոլոր աշխարհի մշակույթների ներդրումով, դու հզորացնում ես հայ քաղաքակրթությունը, ստեղծում ես հայ քաղաքակրթությունը, հզորացնում ես հայը, հայ կրոնը, որպես մի ոգեղեն սլակ, որ ազատագրում է մարդկությունը իր ներկա ճահիճից։ Այո, թե չէ, գիտես ինչի հոտ էր գալիս Արմեն, եթե այս նախադասությունը չասեն։ Պան-արմենիա, պան-արմենիզմ, պան-թուրքիզմ կա, չէ, որ բոլոր թուրքախոս մասնիկ բան պիտի միանան ու տարածքաշրջանը գրավեն իրանցով, բայց դու տարար։ Քաղաքակրթության ոգեղենի կրոնի մասին քաղաքակրթությունը, որը պատմությունը ցույց է տալիս, ահա այսպես է առաջացել։ Եվ քաղաքակրթության վերածնունդը Հայաստանում այս ամբողջ աշխարհը կվերափոխի դեպի բարին, դեպի դրականը, դեպի համամարտկայինը։ Էս է դրվում։ Մենք ոչ թե անձնական։ Քիչ չենք, մնում է, որ անդրադառնանք մենք ով ենք, ճանաչենք մեզ, եւ մեր մտահորիզոնը լինի այնքան ընդարձակ, ոչ թե խավարական, որ այսօր ունենք, եւ մի ամբողջ ոչ միայն մշակույթ, այլ նաեւ քրագանություն ունենք այդ խավարականության վրա ստեղծված, որ փնորոշում է հայը որպես մի տեսակ սահմանափակ մի էություն, որ քոյակարշվում է մի փոքր տարածքի մեջ։ Սա էլ քրագանության մի խնդիր է։ Քրագանությունը պիտի լինի համապարփակ, համընդհանուր, հայի փնորոշումը մենք չունենք, դրա համար մենք քրագանությունը բան ենք արել, ծանծաղացրել ենք հայ քրագանությունը, սահմանափակել ենք։ Սա քրագանության մշակույթի հարց է։ Մեր մտահորիզոնները պիտի բացվեն, ընդարձակվեն այնքան, որ ներառի այդ ամենը, երբ որ մենք խոսենք հայերի մասին, խոսենք 120 միլիոն հայի մասին, աշխարհով դարդղնված, սակայն արդեն քիչ-քիչ գալիս է ինքնաճանաչման եւ սկսում է սերունդ առ սերունդ վերադառնալ իր արմատներին։ Այսինքն դու առաջարկում ես, ես լսում եմ, չէ, որ ցանկացած ժողովրդի մեջ, եթե մի մարդանման տեսակ կա, այդտեղ հայ գենը կա անպայման, եւ դա մերն է, սա ես ասում։ Եթե մեր մեջ կա մի հատ աղավաղված տեսակ, մի գազան, մի արյունարուշտ, էսի մերը չի, սա մեր փորձանքն է։ Դու մտածում ես հայկական ոգու, հավատքի, մշակույթի քաղաքակրթության շուրջը ստեղծել կամ առաջադրել մի մարդկային հասարակություն, որտեղ բոլորը մարդ են առաջինը, որպես արարչագործության հեղինակ, եւ գտնել այդ մարդկանց, թեկուզ նրանք գերմաներեն են խոսում հիմա, դրանք եթե գերմաներեն են խոսում, բայց ինքը անպայման ունի հայկական քաղաքակրթության տարրերը, նույնիսկ ամբողջ պետություններ կան, որ հիմնված են մեր քաղաքակրթության վրա, ժառանգության վրա,
Սրանք մեզ կփրկեն, չէ, որպես այդպիսին, որտեղ դա մենք ենք վերջը ինչ որ հեռավորության վրա, չնայած փոքր են երևում, բայց չէ որ կա արյան կանչ եւ մաքրություն։ Այս մարդկանց մասին ես խոսում, որը 100-120-ի անուն ես տալի, բայց երբեք չես նեղացնում դա որպես ֆաշիստ, ռասիստական, մենք նորանոր տերիտորիաներ կզավթենք, կկառուցենք պալատներ, այգիներ կգցենք, նոր հողի մշակման տեխնոլոգիաներ կգցենք ու բիզնես կանենք, հետո ամեն օր քյաբաբ կուտենք։ Այդպես բաներ չես ասում։ Նույնիսկ հեսա մի քիչ որ խոսանք, պետք է ասես որ հայը քյաբաբ ուտելու իրավունք չունի, որովհետև արմասնիկ ունի մեջը, իսկ արիացիները մսակեր չեն եղել։ Էս էլ պետք է խոսվի, չէ՞, այնպես որ չմտածես ես գաղափարախոսությունը տանում է ուտել խմելու։ Չի տանում։ Այդ մի առանցին նյութ է մսագերության խնդիրը, որ առանցին պետք է անդրադառնանք, բայց կարող եմ մի 2-3 րոպեով անդրադառնալ այս հաղորդման մեջ, քանի որ մտնում է այդ ծրագրի մեջ։ Այո, հաջորդ այսինքն ուտելու կուլտուրան, այդ ես մտցնում, ասում, մշակույթը։ Ուտելու մշակույթը նաև հոգևոր առումով։ Գիտես, սա հատկապես վերաբերում է ջեմարանին, հայ կղերականության, հայ հոգևորականության։ Առաջին հերթին նրանք ներկայացուցիչներն են արարչականի։ Նրանք պիտի լինեն քայլող արարչական ուժի քայլող խորհրդանիշեր մեր ազգի մեջ։ Այսօր նրանք այդպիսին չեն, նրանք միայն գնունք սարքող ներելաթաղներ են, որ օրը 3 անգամ քեբաբ են ուտում։ Սրանք արհեստավորներ են, կրոնի արհեստավորներ են, սրանք հոգևոր մարդիկ չեն, որ պիտի կարողանան այդ հայ կրոնը ստեղծել։ Սրանք կարող են, հիմա սրանց պիտի վերափոխման գործընթաց պատկերացնում եմ, ոնց պատկերացնում եմ, առաջին հերթին, ինչ կանեի, նախ ջեմարանի ամբողջ բանը կփոխեի, դասընթացը կփոխեի, այնտեղ փոխանակութա քրիստոնեական խաղափարախոսության ուղեղալվացման կենտրոն սարքելու այդ ջեմարանը, այդ բոլոր բաները ցերնարկները կհանեի եւ այնտեղ փոխարինեի համաշխարհային կրոնների ուսումնասիրման մի բանով տասագարկով տասերի գարկով, այսինքն դրան ապակա ուսանողը, որ մտնում է ջեմարան, բոլոր աշխարհի ամենալավագույն, վեհագույն կրոնների լավագույն դառերը պիտի ուսումնասիրի եւ ծանոթ պիտի լինի, որովհետեւ դրանից փասեր քաղի ինքը, փասեր քաղի, եւ դա կամ համատրի մեր հայ կրոնի մեջ եւ կամ առնվազն ծանոթ լինի հոգեվոր աշխարհի տարբեր ոլորտներին, որին ծանոթ չենք, օրինակի համար տաոիզմի մեջ, զենի մեջ, բուդդիզմի մեջ ինքնախորասուզման ավանդույթ գոյություն ունի, որ meditation ենք ասում, մի քանի տարբեր հայերեն բառերով ենք թարգմանում այդ բառը, meditation, խոգում, ինքնախորասուզում։ Սա բացում է այն էներգետիկ համքույցները մարդու մեջ, որ մարդը տունում է այլ էներգիաների հետ հաղորդակցության մեջ։ Մենք այդ ավանդույթը չունենք, այդ ավանդույթը մշակվելու է հայ կրոնի մեջ, սակայն ոչ այն աղավաղված ցևերով, որտեղ այստեղ վաճառականության է վերածվել հինդու կրոնականների կողմից, նույնիսկ թեոսոֆիայի կողմից, թեոսոֆիայի իր ամբողջ աղավաղումներով։ Այդ Շտայների գիրքը ես Շտայների սիրում եմ, հարգում եմ եւ կարդում եմ իր գրքերը, հրաշալի բաներ ունի, բայց հենց որ քալիս խոսում է չակրաների մասին, միանգամից հասկացնում եմ, որ ինքը չակրաներից ոչինչ չգիտի այդ մարդը։ Դու կարող ես, չէ՞, թե մի բանի մասին քոնե մի քիչ խաղապար ունես, առնվազն կարող ես ասել, թե այս մարդը, այս իր խոսած թեմայի մասին գիտի կամ չգիտի։ Շտայները չգիտի։ Իսկ նրանից հետո եկողները ոչինչ չգիտեն։ Ад Բլավատսկայա, չեմ քերինչ, այսպես հիմար անուններ են դալիս ռուսահայերը մանավանդ,
որ այդ անունները որ լսում են ուղեղից բաները զսպանակները անչադրում այնպիսի մի այդ new age-ական հիմար խաղապարներ մտել են ինչու քանի որ մենք չունենք էականը մենք չունենք մեր եկեղեցին չունի այդ հոգևորը այդ ավանդույթը մարդիկ փնդրդուքի մեջ են քնում են ընկնում են այդ հոսանքների թթումափանությունների մեջ եւ հետո քալիս են այդ հետո վերադառնում են գլուխները կա դբրոց են բացում թթումափանությունների դբրոց են բացում մեր մեջ ինչու քանի որ մենք չունենք ջեմարանի ուսանողը պիտի ուսումնասիրի այդ ամենը հայ հոգևոր մարդը գրոնականը առնվազն թեր հոգևորին չհասած ուդելու ավանդույթ պիտի ունենա Դու ինչպես կարող ես ասել, որ դու հոգևոր արժեքների ներկայացուցիչ ես եւ դու ամեն օր մորթում ես եւ ուդում ես քո նմանին քեզ ամենամոտ անասուններին մորթում ես եւ դու նրանց արյունն ես խմում դու նրանց միսն ես ուդում ես ավելի լավ բան առաջարկեմ ինչու եթե ասում են որոշ արիացիների եմ հանդիպել ասում են դա ինչ որ էներգիայի շրջանառության համագարկ է, այն այսպիսի թթում խաղապարներով են մեկնաբանում, իբր թե ամենաբարձրագույն մագարտակի են հասել եւ այդ միսն են ուդում, յուրացնում են, էներգիա են յուրացնում, սխալ, քանի որ նրանք այդ էներգիայի շրջանառության խաղապարը չեն հասկացել եւ մեկնաբանում են իրենց սնոդի նախաբաշխարումներով, մսագերական, քեբաբագերական նախաբաշխարումներով իրենց արդարացնում են Ստեփան ոչ թե ճշմարտության մասին են խոսում իրենց հիվանդություններն են հոգեմտավոր ֆիզիկականից առաջ հիվանդություններն են արդարացնում այդ մարդիկ ես արիական մի այդպես խմբի ներկա եղա մի 8 ամիս առաջ Ֆրանսիայից Վարբեդյաններ եկել եւ ընկերներով այդպես հավաքվել էին խնդրեց որ ես էլ ներկա լինեմ քանի որ Շատ ժամանակ է եղել, որ չենք հանդիպել մենք իրար եւ մի փոքր ընդհարում էլ ունեցել էինք։ Իր մոտ էլ ցանկություն կար, որ ասենք մեր միջև ավելի նորմալ լինեն հարաբերությունները։ Գնացինք հանդիպեցի։ Այդ բոլոր մարդկանց ես սիրում եմ։ Բոլոր մարդկանց, որ այդ սեղանի շուրջ են։ Իրոք հրաշալի հայ մարդիկ են, ազգանվեր, հոգևոր, բայց այնքանը գիտեն։ Դες առաջին բանը սեղանը որ նստեցինք 6 հատ երագրադեսակ կար սեղանի մեկ ծայրից մյուս ծայրը առաջինը քեբաբ էր երկրորդը խորոված երրորդը խաշլավաճ երրորդը քյոբոբ այսինքն հավի տավարի ոչխարի ասա տեսակները Բարձկը հայ դեսակ, լիպանանյան դեսակ, հայկական դեսակ, չորորդ ինչ է, վեցն էլ մի խոսքով, կեբաբ, այդ ամփոփ սեղանի վրա մի հատ փույշ չգար, մի հատ, որպես օրինակ, մի հատ դերև չգար, այսինքն կյանքի նշան չկար, ամբողջը դիակ էր, եւ այսպես ասենք մենք ուզում ենք հոգևոր ավանդույթ ստեղծել, հոգևորականներից մսագերներ ենք ստեղծում, այդ մսագերները ինչպես պիտի կարողանան հոգևոր բարձր էներգիաների հետ հաղորդվել, որպես այդ էներգիաները փոխանցեն իրենց շրջապատին, անհնար բան է դա։ Ես հիմա այստեղ կան չափազանցություններ, օրինակի համար, այս թեման ես Այսօր առավոտ մտմտում էի, որ քանի տարի է ես այս թեմայի մասին մտածում եմ, արդեն 34 տարի է ես այս փուսակերության թեման ուսումնասիրում եմ իմ մարմնի վրա, դարբեր դարբեր այս բաները, մշակույթները ուտելիքի եւ նրանց հետևանքները լավն էլ գիտեմ, վատն էլ գիտեմ, միս չուտելու նաեւ վտանգներն էլ կան։ Այո։ Այստեղ քանի որ վտանգներն էլ կան։ Ուրեմն ես այստեղ չեմ ուզում շատ խորանալ այստեղ իրոք դա մեկ հատ խոհանոցի նյութ է դա
բայց ասեմ, որ այդ հարցը պիտի որ վերանայվի հայ հոգևոր առաջնորդի համար պիտի լինի կենսագարկ, կանոնագարկ իր ապրելակերպի համար չի կարող ասել, որ ես հայոց առաջնորդն եմ եւ մի հիմար նկարով, հիմարապան հայացքներով նկարահանվի եւ հայկական գուսակցական թերթերի մեջ իր պատկերը պրոպագանդի, այդ մսակեր, խոզագեր, անասնագեր, մարդագեր, գիսամարտը, մեղմ ասած։ Գուղվեն, բարբեն, մի զայրացի, կամած, այս խոսքերը պարապի չեն գնում, որ դուք խոսում ես, ես մեջ եմ ընկնում, մարդ են չէ, նայում են, լսում են, մի մտածի դրա մասին, կարևորը չկորցնենք սթափությունը և բարձրապես ասենք, որ դա եք տեսեք, կարծես թե այսպես ավելի լավ է, մտածեք այդ ուղղությամբ, իհարկե ժողովրդի օգնությունը կամ ժողովրդային գիտակցությունը շատ մեծ տեղ է գրավում, որտեղ այս խոսակցությունը, որը դու վարում ես, նրանք դառնալու են հարցեր տրվեն կրոնական պատասխանատուներին, նրանցից պատասխաններ պիտի պահանջեն, այդքան չիմանաս թե սա գնաց կորավ այս ամենը։ Ես հայտնեմ նաև, որ մեր ժամանակը մոտենում է իր սպառմանը։ Հարգելի Արմեն, քանի որ մենք երկու հաղորդում Քանի րոպե ունենք։ 1 րոպե։ Ամփոփեմ, լավ։ Ամփոփի։ Ուրեմն վերջին մի կետ էլ ասեմ, օրացույցի դոների վերամշակում, չմանրամասնեմ, այնքան ասեմ, դուք մեկ հաղորդման ընթացքին ասեցիք այդ գնունքի կեսօրին 10-15,000 ասենք հազարավոր երեխաների միաժամանակ նման դոների, այդ դոները գարանչվեն նաև արարողագարկ, արաբոդյան, արևածագի և արևամուտի, կեսօրվա և կեսգիշերի դարբեր արարողագարքեր են դինելու, քարնան, աշնան, ամռան և սմրան մուտքերին դարբեր արարողագարքեր են դինելու, նման ամբողջ այդպես օրացույցային վերամշակում, որ պիտի հիմնված լինի մեր էպոսի ավանդույթների վրա, որ գալիս է այդ արմատներից։ Այո։ Սա վերջին կետներ, եթե ժամանակ չկա չամփոփենք, լսողները իրենք մեկ անգամ էլ նայեմ ժամացույցին, իրոք ժամանակը սպառվել է, բայց հայտարարեմ, որ Արմեն ջան, քանի որ ես երկու հաղորդումները, որոնք ցուցադրվում են հիմա, մեկը մյուսին հաջորդեցին 1 ժամ տարբերությամբ, պարզապես մենք ընդմիջում կատարեցինք և երկու հաղորդում անցկացրինք, բայց առաջինի մեջ ես խնդրել էի, որ մեկնաբանությունները լեն, որպեսզի երկրորդ անեն, բայց հիմա մնում է առաջին և երկրորդ հաղորդումների մեկնաբանությունների հիման վրա, արձագանքների հիման վրա, մենք երրորդ հաղորդումը տանենք առաջ այս խնդրի շուրջը։ Պայմանավորվեցինք։ Ավելի ուշ գուցե ապակայում, երբ կլինեն արձագանքներ։ Այո, երբ որ արձագանքներ կլինեն այս երկու հաղորդումների վրա, որտեղ միասին նրանք պետք է հրատարակվեն։ Շնորհակալություն։ Ստեսություն, մինչև նոր հանդիպում։ Ստեսություն։